Բարձր դատարան ուղղակի հակիրճ ներկայացնեմ զուտ նաև արձանագրման տեսակետից հաշվի առնելով, որ նիստը արձանագրվում է, որ արձանագրվի։ Մենք ներկայացրել ենք միջնորդություն, որով խնդրում ենք բարձր դատարանին ապահովել սահմանադրական դատարանի ամբողջական կազմի, այդ թվում եւ դատավոր Արտակ Զեյնալյանի եւ դատավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը սույն վեճի քննությանը եւ լուծմանը։ Եվ ըստ էության հիմքում դրված է մի քանի հանգամանք։ Առաջինը սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն սահմանադրական արդարադատություն իրականացնում է սահմանադրական դատարանը, ապահովելով սահմանադրության գերակայությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասը արձանագրում է սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Բարձր դատարան ըստ էության ունենք հետևյալ խնդիրը. որոշումների ընդունման կարգը եւ որոշումների համար անհրաժեշտ մեծամասնությունները կարգավորված են հենց սահմանադրությամբ, ի տարբերություն այլ դատարանների դեպքում, որտեղ ինչպես են որոշումները կայացվում, կարգավորված են համապատասխան դատավարական կամ այլ օրենքներով։ Քանի որ բարձր դատարանի կողմից որոշումների ընդունման համար գործում է միայն մի կարգ, ընդհանուր թվի որոշակի տոկոս, մեծամասնություն կամ 2/3 համապատասխանաբար եւ սահմանադրությունը ուղղակիորեն նախատեսում է, որ բարձր դատարանը կազմված է 9 դատավորից, դա ունի որոշակի տրամաբանություն եւ այն, որ սահմանադրությունը որևէ կարգավորում նաեւ չի բովանդակում մասնակցելու անհնարինության դեպքում, օրինակ, եթե անալոգիա բերեմ, եվրոպական դատարանի դեպքում փոխող դատավոր կամ պահեստային դատավորի կոնցեպտ չկա, դա ենթադրում է, որ բարձր դատարանը միշտ պետք է գործը քննի ամբողջ կազմով։ Հակառակ դեպքում մենք ունենում ենք մի իրավիճակ, որտեղ հնարավոր է դառնում անհրաժեշտ մեծամասնության բացակայությունը, այսինքն չհավաքվի 5 ձայն։ Եթե եզրակացությունների դեպքում դրա հետևանքը հստակ է, եզրակացությունը համարվում է չընդունված, եթե չի հավաքվել 2/3-ը, դա որովհետև 5-ից ավելն է, մնացած բոլոր դեպքերում նման հնարավորություն սահմանված չի։ Խոսքը չի վերաբերվում 4/4-ին, որը տեխնիկական դատավորի օբյեկտիվ բացակայության պատճառով կարող է հանդես գալ։ Միևնույն ժամանակ ըստ էության դատավորի բացակայությունը որևէ կերպ չի նպաստում մեծամասնության փոփոխությանը, ինչպես դա տեղի է ունենում այլ դատարաններում։ Եթե դատավորը ունի սովորական դատարանների դեպքում անհնարինություն, պայմանական բացարկի հիմքեր կան, նա փոխարինվում է այլ դատավորով։ Սույն դեպքում անհրաժեշտության կանոնը ենթադրում է, որ նույնիսկ եթե առաջանար նման կասկած, միևնույնն է, արդարադատության բացակայությունը կամ արդարադատության բացակայության ռիսկը շատ ավելի մեծ է, քան ենթադրաբար կամ ոչ ամբողջ տպավորությամբ անաչառ դատարանի կողմից արդարադատությունը։ Հետևաբար գտնում ենք, որ բարձր դատարանը առաջինը ունի լիազորություն ըստ էության քննարկել անհնարինության հարցը ըստ սահմանադրության եւ այս լիազորությունը ավելացվել է սահմանադրական օրենքով եւ դա չի բխում սահմանադրության նշված հոդվածից։ Երկրորդը նման կառուցակարգը առաջացնում է խնդիրներ ընդհանրապես դատարանի կողմից սույն վեճը լուծելու հետ կապված։ Դրանով պայմանավորված շատ հակիրճ եմ ներկայացրել մեծարգո նախագահող, խնդրում ենք ապահովել սահմանադրական դատարանի ամբողջական կազմի, այդ թվում նաև նշված 2 դատավորների մասնակցությունը սույն վեճի քննությանը եւ վեճի լուծմանը։ Այսքանն էր միջնորդությունը, եթե հարցեր կա պատրաստ եմ պատասխանել, ինչ որ մի մասով պատասխանեցի մեծարգո դատավոր Խունդկարյանի հարցերին, եթե չէ, գործընկերներն արդեն դիրքորոշում հայտնեն։ Շնորհակալություն, հարցեր կան միջնորդության հետ կապված, չկա, շնորհակալություն։ Խնդրեմ Հայաստան, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ համեցեք։ Բարձր դատարան ըստ էության 2 կոմպոնենտի անդրադառնանք, արդյոք սահմանադրական դատարանը կարող է սահմանադրական արդարադատություն իրականացնելու շրջանակներում նորմի սահմանադրականության հարց գնահատել անկախ նրանից դա ընտրական վեճ է, օրինակ բարձր դատարանի դատավոր պարոն Խունդկարյանը ընդգծեց կարգապահական պատասխանատվության վերաբերյալ վեճերը, նույն հաջողությամբ նաև նախագահի ընտրության վերաբերյալ հանրապետության նախագահին վերաբերող սահմանադրական դատարանի մասին կարգավորումները եւս նման էքսպլիցիտ կարգավորում ունեն, բայց մյուս կողմից ես համաձայն եմ այն դատողության հետ, որ սահմանադրական արդարադատությունը նաեւ այն բացառիկ ձևերից մեկն է, որի շրջանակներում նաեւ հենց ինքը բարձր դատարանը կարող է իրավիճակից ելնելով, հաշվի առնելով վեր իշխանական իր կարգավիճակը, տեղը,
դերը նաև լիազորություն ընդգծել։ Ըստ էության սա նաև սահմանադրական իրավունքում ընդունված competence տրամաբանության մեջ է, այսինքն ունենալ բացառիկ լիազորություն նաև լիազորության շրջանակների վերաբերյալ։ Ըստ էության, քանի որ հենց սահմանադրական դատարանն է, որ նաև պետաիշխանական նման բացառիկ գործառույթ ունի ցանկացած այլ պետական մարմնի վերաբերյալ, թե լիազորությունների ընդլայնման, թե սահմանափակման տեսանկյունից։ Իհարկե դրա պատճառաբանվածության, հիմնավորվածության եւ սահմանադրության գերակայությունը որպես ելակետ դիտարկելով։ Մյուս հանգամանքի հետ կապված ես ունեմ իմ անհամաձայնությունը։ Ես չեմ գտնում, որ ընդհանրապես պետք է սահմանադրական դատարանում գործի քննությանը մասնակցության անհնարինության պայմաններում դատավորները մասնակցեն դրան։ Իհարկե, այսօր արդեն ականատես եղանք նրան, որ կարող է լինել իրավիճակ, որ իսկապես լինի մասնակցության անհնարինության հստակ տվյալ, բայց այն ի կատար չածվի, որովհետև սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի կառուցակարգը իրենից ենթադրում է, որ բոլոր դեպքերում մի դատավոր բարձր դատարանի պետք է այդ հանգամանքը ընդգծի։ Հիմա ստացվում է, եթե դատավորներից որևէ մեկը այն չի իրականացնում, ունենում ենք իրավիճակ, որ պայմանականորեն սահմանադրական դատարանի 9 դատավորներից 2-ը չեն մասնակցում, բայց մեկ այլ դատավոր, ով ևս պետք է չմասնակցեր, մասնակցում է։ Այս իմաստով իհարկե արդեն թող սահմանադրական դատարանը գնահատի, եթե սահմանադրական դատարանի 9 դատավորների մասնակցությունը ինքնին լեգիտիմության խնդիր չի առաջացնում, թող 9-ի մասնակցությունը լինի, բայց եթե սահմանադրական դատարանը հենց ի դեպ կազմի լեգիտիմության տեսանկյունից բարձրաձայնել էր 3 դատավորների մասնակցության անհնարինության հարց, 2-ի մասով որոշումը կայացրեց, մյուս դատավորի մասով չկայացրեց, ես գտնում եմ հենց ինքնին այդ արձանագրային որոշումից քաղվածքը, որը տրվել է, առավել քան խոսում է, որ լեգիտիմության խնդիրը փաստացի ոչ թե լուծվեց, այլ ամրագրվեց։ Այսքանը շնորհակալ եմ։ Անպայման վերջում նշեք ձեր կարծիքով, պարոն Վարդանյան, որովհետև դատարանի կարծիքը հստակ արտացոլվել է դատարանի որոշումների մեջ։ Բարձր դատարան կնշեմ, որ դա հանդիսանում է իմ կարծիքը, բայց նաև կնշեմ, որ նշվածը լեգիտիմության հետ կապված հարցի գնահատումը ոչ թե հանդիսանում է ինքնին սուբյեկտիվ ընկալման տիրույթում հարց կոնկրետ դատավորների, հետևաբար նաև կոնկրետ դատարանի գնահատման տիրույթում, այլ նաև իրենից ենթադրում է հանրային ընկալման տիրույթը։ Այդ իմաստով նաև իմ կարծիքը ներկայացնելով բարձր դատարան, կարծում եմ նաև դրա մեջ հանրային ընկալման կոմպոնենտը կա։ Բայց ընդգծում եմ, այո, բարձր դատարանը ավաղ այլ որոշում կայացրեց։ Շնորհակալություն։ Մի մոռացեք, որ այդ նույն հանրության մասում նաև սահմանադրական դատարանի դատավորներն են։ Մյուս ներկայացուցիչ, մենք կարող ենք սովորական հերթականությամբ գնալ եւ այտենց հարցը դժվարանում է ավելի։ Միասնության թե երկուսակցության ներկայացուցիչներին խնդրում եմ իրենց դիրքորոշումը արտահայտել միջնորդության վերաբերյալ։ Շնորհակալություն։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն դե միջնորդության ներկայացնողներ, հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք։ Շնորհակալություն, Հայաստան կուսակցությունների դաշինք։ Տարբերություն չկա։ Բարձեցինք, որ չկա տարբերություն, խնդրեմ։ Շնորհակալություն, բարձր դատարան, այս պարագայում մենք միանում ենք միջնորդությանը, հաշվի առնելով նաև հանգամանքը, որ թե սահմանադրության 170-րդ հոդվածով նախատեսված որոշումների ընդունման բոլոր մեխանիզմները պայմանավորվում է սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվով եւ նաև սահմանադրական օրենքով պարտավորություն առ այն, որ դատավորը չի կարող չեզոք մնալ կամ պետք է կողմ լինի կամ դեմ։ Եվ բացի դա բարձր դատարան իմ խորը մտահոգությունն եմ ուզում արտահայտեմ այն մասին, որ քիչ առաջ ես ծանոթացա արձանագրությանը, որտեղ անդրադարձ է կատարվել Տիկին Սաֆարյանի անհնարինության հարցին եւ ես այնտեղ չհայտնաբերեցի այն փաստարկը, այն դրվագը, որ ես ներկայացրեցի եւ կրկնում եմ, որ այսպիսի պարագայում երբ ակնհայտ տեղեկատվությունը անտեսվում է, ողջ կազմը անհրաժեշտ է, որպեսզի նաև հանրային պատասխանատվության ինստիտուտը գործի
նախ եւ առաջ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար, ով նաեւ տվել է օրենքով նախատեսված երթումը։ Հետևաբար մենք գտնում ենք, որ միջնորդությունը միանում ենք միջնորդությանը եւ խնդրում ենք բավարարել։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, ուղղակի ձեզ ասեմ, որ ոչ թե անտեսվեց, մենք շատ ուշադիր լսեցինք բոլորը, բայց դատավորների մոտ ձեր հայտնած տեղեկությունը չհասավ այն կատեգորիկ աստիճանի, այն մտահոգությունը չհասավ այն կատեգորիկ աստիճանի, որ դատավորներից որևէ մեկը բարձրացնի մյուս դատավորի, ձեր նշած դատավորի մասնակցության անհնարինության հարցը։ Զոտ այդ առումով, այսինքն ամեն դեպքում իմացեք, որ չի անտեսվում ոչ մի տեղեկատվություն։ Պարզապես չհասունացավ այն աստիճանի մտահոգությունը դատավորների, որ բարձրացնեն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ անկողմնակալության իմաստով բարձրացնեն դատավորի մասնակցության անհնարինության հարցը։ Շնորհակալություն եւ պատասխանող կողմ խնդրեմ։ Չէ, ներողություն, նոր ուժի կարծիքը լսեցինք մենք։ Շատ բարի։ Պատասխանող կողմը թողեց դատարանի հայեցողությանը, կխնդրեմ մյուս անգամ ուղղակի մոտենակ խոսափողին, որպեսզի ձայնագրվի նաև։ Ես արձանագրեցի արդեն, շնորհակալություն։ Հարակից պատասխանողներ, խնդրեմ։ Հարակից պատասխանողները բոլորը թողեցին դատարանի հայեցողությանը եւ երրորդ անձի ներկայացուցիչը ձեր տեղ ամենահարմարն է, դուք կարող եք մոտենալ խոսափողին։ Բարձր դատարան ըստ էության ներկայացված միջնորդություններից կուզեի անդրադառնալ ընտրական օրենսգրքի անպատասխան դրույթի սահմանադրականության քննարկումը։ Հիմա այդ միջնորդությունը չի բանկ։ Կոնկրետ, հա, միասին ներկայացվեց։ Չէ, միայն մեկ միջնորդության մասն է, որը վերաբերում է երկու դատավորների դատարան վերադարձնելու հարցին։ Շատ բարի։ Ուղղակի որ իրար հետ ներկայացվեց։ Չէ, միայն այդ է։ Դուք ինչ կարծիք եք այնուամենայնիվ այդ միջնորդության մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ինչ կարծիք եք միջնորդությունը մենք հիմա այստեղ անդրադառնանք, թե գնանք այստեղ։ Քվեարկենք, թե կարծիք ունեք արտահայտելու կամ դիրքորոշում, համեցեք։ Ես պնդում եմ նաև իմ նախկինում արտահայտած են պնդումը, որ սա միջնորդություն որպես այդպեսին դիտարկել չենք կարող, որովհետև եթե դատավորի անհամատեղելիության հարցի քննարկումը ընթանում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 16 հոդվածի համատեքստում եւ քննության համար որպես իրավասու սուբյեկտ պետք է հանդես գա դատավորը։ Ես այս միջնորդության իրավասու սուբյեկտ չեմ կարող դիտել դիմող կողմի ներկայացուցիչի միջնորդությունը, որովհետեւ դա նույնն է, թե համատեղելիության եւ անհամատեղելիության հարցը երկու հարցերն էլ նույն ռեժիմով պետք է քննության առարկա դառնա, իսկ մենք չունենք օրենքով անհամատեղելի համարվող դատավորին համատեղելի ճանաչելու ինստիտուտ, այդպիսի ինստիտուտ մենք չունենք եւ չենք էլ կարող այսօր այդ կարգի քննարկում անել, բայց ես ուզում եմ ուղղակի անդրադառնալ, արդյոք այս միջնորդությունը մենք որպես միջնորդություն պետք է քննարկենք։ Իմ կարծիքով ոչ, այս միջնորդություն պետք է առանց քննության թողնվի, որպես իրավասու անձի կողմից չբերված միջնորդություն, որը բերվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Շատիրյան, Տիկի Սաֆարյան, խնդրեմ խոսափողը անջատեք։ Պարոն Օրբելյան, անկեղծ կլինեմ, միջնորդությանը գնահատական չեմ տալիս, գաղափարին, ձեր կողմից բարձրացված գաղափարը շատ հետաքրքիր պրիզմայի ներքո մատուցվեց։ Որոշակի ավելի մակերեսային դրսևորումներով այս հարցը դարձել է այնուամենայնիվ ոչ այսօր քննարկման առարկա, տարբեր, այսպես ասած, ձևաչափերով եւ տարբեր հանգամանքների բերումով։ Եթե հակիրճ մոտեցումս հետեւյալն է, այո, գաղափարը շատ հետաքրքիր է, միգուցե խորքային վերլուծության անհրաժեշտություն կա։ Այս պահի դրությամբ այնուամենայնիվ ես անհրաժեշտ եմ համարում Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների առկայությունը եւ բնավ դրանք ըստ իս ինքնանպատակ չեն այնուամենայնիվ։
որովհետև եթե 16 հոդվածի լայն առումով սահմանադրականության հարց ենք բարձրացնում ենթադրյալ հակասահմանադրականության լույսի ներքո, սա ուղղակի աղերսներ ունի նույն սահմանադրական օրենքով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների մեծամասնության հետ, թե ընդհանուր կանոնների, թե պաշտոնե գործերից։ Եվ եթե այնուամենայնիվ պնդում ենք, որ սահմանադրական դատարանի կամ բարձր դատարանի դատավորի համար մասնակցության անհնարինության ինստիտուտը չպետք է նախատեսվի կամ կիրառելի չպետք է լինի, այս պայմաններում առարկայազուրկ են դառնում նաև դատավորի վարքագծի կանոնների մեծ մասը, այսպես ասած։ Եվ նման պայմաններում ես այնուամենայնիվ այս պահի դրությամբ ձեր գաղափարը չեմ կիսում, թեպետ այն կրկնում եմ շատ հետաքրքիր է։ Խնդրեմ, պարոն Խոտկարյան, ասելիք ունեք։ Աշխատեմ շատ հակիրճ։ Ընդամենը դեմ եմ միջնորդությանը, որտեղ միջնորդությունը ըստ էության ենթադրում է արդեն իսկ կայացված աշխատակարգային որոշումների շակերտների մեջ ասած վերացում, ես չեմ կարող կողմքվեարկել այսպիսի միջնորդությանը, բայց նաև արձագանքեմ, որ որպես միջնորդություն մենք պարտավոր ենք քննարկելու եւ դիրքորոշում արտահայտելու։ Պարոն Խաչատուրյան, պարոն Վաղարշյան, խնդրեմ։ Մատնանշած իրավակարգավորներում սահմանադրականության խնդիր չեմ տեսնում եւ այս բարույթի շրջանակներում այդ հարցը քննարկման ենթակա չի, որովհետեւ մենք չենք կարող այդ 15 օրյա ժամկետում այդ խնդիրը լուծել եւ հետեւաբար ես դեմ եմ։ Պարոն Խաչատուրյան, մասամբ արդեն արտահայտեցին դիրքորոշումը այս հարցի հետ կապված մի քիչ ավելի ծավալուն, բայց ժամանակային առումով հակիրճ ներկայացնեմ, այն հիմնական փաստական ելակետը, որ ՍԴ-ն պետք է հանդես գա կազմով ու որպես դատարան կազմով հանդես է գալիս միայն լիակազմ 9 հոգով, ես չեմ կարող դա ընդունել, կողմ եմ մերժմանը այս միջնորդության, ինչու, որովհետև եթե նաև գործ ունենք դատարանակազմական խնդրի լուծման հետ 7 թե 9, ապա այստեղ կարևոր է հիշել, որ 9 դարձել է 7, կոպիտ ասած, ոչ թե զուտ անձի սահմանադրական հիմնական իրավունքի տեսակետից այն ապահովելու համար ճիշտ է չի ներկայացվել կողմի, միջնակողմի, այսպես ասած փաստական տվյալների հիման վրա անհնարինության մասնակցության անհնարինության հարց, բայց պատկերացնենք, եթե այդպես եղած լիներ, տարբերություն չկա, սահմանադրական դատարանը ապահովելով իր կազմի հետ կապված որոշմամբ ապահովելով կողմի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի իրավունքը, կարծում եմ այդ իրավունքի իրացումը կամ իրացվածությունը չի կարող չեղարկվել զուտ դատարանակազմական բնույթի նկատառումներից ելնելով, իսկ տվյալ միջնորդության մեջ չկա, թե կոնկրետ ինչ դատավարական իրավունք է միջնորդություն ներկայացնող կողմի հետապնդվելու այն մեր արդեն իսկ կիրառված օրենքի կիրառմամբ կայացած որոշումը չփաստացի չեղարկելով։ Այդ առումով ես կարծում եմ, որ մի կողմի իրավունքը իրացնելու ուղղված արդեն իսկ կիրառված օրենքի կիրառմամբ կայացած որոշումը չի կարող չեղարկվել մի այնպիսի հիմքով, որը իրենից չի ներկայացնում մեկ այլ կողմի դատավարական իրավունք։ Շնորհակալություն, միջև քվեարկության դնել այս հարցը, արգելի գործընկերներ, ես շատ կարճ կուզենամ ուղղակի անդրադառնալ այդ հարցին, պարոն Օրբելյան, ձեզ թող չտվա, որ մենք այդպես թեթև սրտով ենք բաժանել մեր գործընկերներից, մենք էլ շատ ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին, բայց կշերքի վրա դրված է հետևյալ հարցը։ Կամ մենք քնում ենք ոչ լիարժեք կազմով, դրանից բխող բոլոր դժվարություններով, որ պատասխանատվությամբ, որ կրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե 9, իսկ մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Այս երկուսի մեջ մեր օրենքը եւ առասարակ տրամաբանությունը եւ իրավական ու ժողովրդավարական պետությունը պահանջում է, որպեսզի նախընտրությունը տրվի միշտ առաջինին։ Եվ մենք նախապատվությունը տվել ենք առաջինին։ Մենք որոշել ենք, որ պետք է այս գործը քննվի այլևս 7 հոգանոց կազմով։ Մենք իհարկե ելի եմ կրկնում շատ կուզենայինք, որ մեր գործընկերները, որոնք հրաշալի իրավաբաններ են, եւ մենք չենք կասկածում նրանց սուբյեկտիվ անաչառության մեջ, բայց զուտ բացառելու համար օբյեկտիվ դիտորդի մեջ կասկածները դատարանի անաչառության եւ իրավազորության վերաբերյալ մենք հայտնել ենք անհայտությունը։
Ես ուզում եմ ուղղակի նաև տեղեկացնել, որ դատարանը կարող է այս գործերը քննել, ընդհանուր եթե նույնիսկ 5 դատավոր է մասնակցում։ Այսինքն որքան ձայն պահանջվում է այս տեսակի գործերով որոշում կայացնելու համար, այդքան դատավորի ներկայությունը արդեն բավարար է, որպեսզի ասենք դատարան կա։ Առանձին գործերով, օրինակ կուսակցությունների լիազորությունների դադարեցման կամ համարական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հետ կապված գործերով 6 դատավոր է պետք առնվազն, որպեսզի մենք ասենք դատարան կա, որովհետև այդ որոշումների կայացման համար անհրաժեշտ է 6 ձայն։ Իսկ այս դեպքում նույնիսկ 5 դատավորը բավարար է, որպեսզի մենք այդ գործը քննենք։ Ես հուսով եմ, ես կարողացա ինչ-որ կերպ հասնել դատարանի մտածմունքին եւ այն արժեքները, որ հետապնդել է դատարանը 2 դատավորին մասնակցության անհնարինություն հայտնելով։ Հիմա ես կներեմ այդ հարցը քվեարկության հարգելի գործընկերները, ովքեր են կողմ բավարարել միջնորդությունը, խնդրում եմ ձեռք բարձրացնել, ոչ մի կողմ միջնորդությունը չընդունվեց, չբավարարվեց, պարոն Օրբելյան։